2050 թվականին աշխարհում նավթի դերը փոքրանալու է, իսկ մետաղներինը, հատկապես պղնձինը, մեծանալու։ Երևանի պետական համալսարանում քննարկում են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում եւ աշխարհում։ Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահի խոսքով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը փոխում է գլոբալ տնտեսության կանոնները եւ այս ֆոնին Հայաստանում հանքարդյունաբերության դերը դառնում է ավելի կարեւոր։ Ամենակարևոր փոփոխությունը, որ աշխարհում կատարում է, դա ալտերնատիվ էներգետիկայի զարգացումն է, արտանետումների նվազեցման նպատակով եւ այդ անցման հետևանքով դեպի վերականգնող էներգետիկան նավթի դերը բնականաբար նվազելու է նավթի եւ գազի եւ մետաղների արտադրության դերը ավելանալու է։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը արդյունահանվող պղնձի ցուցանիշն աշխարհում 30 միլիոն տոննայից կհասնի 55 միլիոնի, իսկ եղած դեֆիցիտը կբերի գների բարձրացման։ Պղնձի շուկան ավելի մեծ է լինելու, քան նավթինը, ընդգծում է Ջահանյանը։ Եթե այսօրվա դրությամբ նավթի շուկան մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան պղնձի շուկան, 2050 թվականին դրանք համեմատել լինելու եւ նույնիսկ պղնձը ավելի մեծ կարող է լինի։ 2024 թվականին պղնձի արդյունահանումից ստացված եկամուտների տարեկան շրջանառությունը կազմել է 200 միլիարդ դոլար, իսկ նավթինը 3.1 տրիլիոն դոլար։ Մինչև 2050 թվականը պղնձի արդյունահանման տարեկան շրջանառությունը կհասնի արդեն 1.1 տրիլիոն դոլարի, իսկ նավթինը մոտ 700 միլիարդ դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանն ունի պղնձի եւ այլ մետաղների զգալի պաշարներ, հեռանկարում մեր երկիրն ավելի մեծ տնտեսական ներուժ է ունենալու, քան օրինակ Ադրբեջանը, որի նավթային պաշարներն ըստ կանխատեսումների 2050 թվականին սպառվելու կամ զգալի նվազելու են։ Օրինակ հանքավայրը Քաջարյանի, որը շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ունի մոտավորապես 100 տարվա պաշար, եթե ներկայիս տարեկան ծավալներով վերամշակվի, մոտ 100 տարի դեռ կհերիքի եւ համեմատելի տարեկան տարիների ժամանակային պաշարներ ունեն նաեւ մնացած խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները։ Այսինքն ի տարբերություն Ադրբեջանի մենք ավելի շատ պաշար, ավելի երկար օգտագործելու հնարավորություն ունենք։ Ինչ վերաբերում է մոլիբդենին, ապա դրա պահանջարկն էլ ավելի մեծ կլինի։ Աշխարհում աճում է էլեկտրոմոբիլների մարտկոցների արտադրության մեջ օգտագործվող լիթիումի պահանջարկը։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության լիթիումի համաշխարհային պահանջարկը 2040 թվականին 40 անգամ կգերազանցի ներկայիս ցուցանիշը։ Պաշարներ խորհրդային միությունից հետազոտված չունենք լիթիումի մասով, պետք է արվի նոր հետազոտություններ, նախնական հետազոտությունների եւ աշխատանքների հիման վրա հաստատվել է, որ կա լիթիում, բայց ինչ քանակով տնտեսապես արդյոք դա շահավետ կլինի շահագործել, դա ավելի խորը հետազոտություններ պետք է արվեն։ Հայաստանից այսօր արտահանվում է մոտ 60,000 տոննա պղինձ, համաշխարհային արդյունահանումը շուրջ 30 միլիոն տոննա է։ Հայաստանին բաժին է ընկնում մոլիբդենի համաշխարհային արտահանման 3-ից 4%-ը։ Մեր հանքավայրերի մեծ մասում որպես վերջնաարդյունք ստացվում է ինչպես պղնձի, այնպես էլ մոլիբդենի խտանյութ։ Հանքագործներին միավորող կառույցի ղեկավարը, որը նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալն է, պարզաբանում է, թե ինչու է Հայաստանից արտահանվում խտանյութ եւ ոչ թե մաքուր մետաղ։ Բոլոր մետաղների մեծ մասի ձուլումը իրականացվում է համաշխարհային մակարդակով Չինաստանում։ Չինաստանը այնպիսի դեմպինգային քաղաքականություն է վարում այդ ոլորտում, որ շատ դժվար է ուրիշ երկրներին իրենց հետ ուղղակի մտնել մրցակցության մեջ։ Նամանավանդ Հայաստանի պես երկրում, որը չունի նավահանգիստ, չունի ուղղակի ծովային ելք։ Այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են, ընդգծում է Ջահանյանը։ Բրյուն Մկրտչյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։